Удастся ли Армении... Отвечу, наверное, уже завтра. Сегодня я не думаю, что надо отвечать на это. Какой союз ближе, как вы думаете? Դա հերթական անշնորհքությունն էր, որ արեցին մեր դաշինքի նկատմամբ, բայց ես ուրախ եմ, որ նույնիսկ իրենց այդ փոքրիկ ուղեղով կարողացան ճիշտ գնահատել սիտուացիան եւ արեցին ճիշտ ընտրություն։ Իսկ պարոն Խազինյանի հետ կապված, որ դիմել են դատախազություն, խնդրում եմ պատասխանեք։ Ну вот, прямо сейчас тоже идут аресты по нашим всем сторонникам. Очень многих ребят и сегодня арестовали, вчера больше 100 человек арестовали. Ну, ничего страшного. Евросоюзу, что вы бы хотели сказать? Евросоюзу. Евросоюзу хотел бы сказать, чтобы они были богатыми. Богатыми в каком смысле? Во всех смыслах. Դե իրեք չգիտեմ ինչ որ բանի նորից պատրաստվում են, տեսնենք։ Այս անհավասար պայմաններում լեգիտիմ ընտրություն հնարավոր է։ Դուք տնային կալանքի ռեժիմում եք, ձեր աջակիցները։ Վերջում դա կգնահատեք։ Скажите, пожалуйста, если правящая власть победит, все-таки означает ли это разрыв отношений с Россией? Завтра ответим на все вопросы. Լսվում է, թե ինչպես են FSB-ի հրամանը կատարում Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում համայնքապետ ղեկավարների հետ կապված։ Այս մասով ինչ կասեք։ Հրահանգված էր, որ Հայաստան եկած հայերը որ իրենք հենց առաջին օրից ծեցին։ Բայց ասում են նրանց ուղղված հատուկ բերել են այստեղ քվեարկության։ Դուք դա ոնց եք պատկերացնում։ Տասնյակ հազարավոր մարդիկ գալիս են։ Հնարավոր է ասենք մի 100 րոպե աշխատող Ինչ ծրագիր ունի։ Հանրահավաքին վարչական ռեսուրսներ օգտագործում, մարդկանց ուղղորդում էին, բերում էին հրապարակ ավտոբուսներով, ինչ կասեք այդ մասին։ Թող բարով այլ։ Ինչքան եք բաժանել ընտրակաշարք, ամեն օր ձայնագրություններ են հրապարակվում։ Դե դուք երևի հաշված կլինեք, դուք ամենալավը։ Չենք բաժանել։ Որ բաժանած լինեինք, հիմա ինձ էլ նորից կալանավորած։ Урсула фон дер Лайен, что вы бы хотели сказать? Урсула фон дер Լայեն սցենարի է պատրաստ ընդդիմությունը Փաշինյանի ասենք հավանական հաղթանակի դեպքում ինչ է կանելու։ Այսօր ընտրություններ է։ Պլան B-ի մասին ինչ կասեք։ Ժողովուրդը ինչ կորոշի, այդպես էլ կլինի։ Պարոն Կարապետյան, հանուն ինչպիսի հայրենիք եք քվեարկելու, ինչ ապագայի։ Դրա մասին ես ամեն օր եմ խոսել, դրա համար կխոսեմ նաև վաղը։ Բայց այսօր մի քիչ այդ հարցերը վտանգավոր է, այդ հարցերին պատասխանել, իրենք կարող է համարեն դա քարոզություն, նորից մի 1000 մարդ կսերվակալի։ Ինչ տրամադրությունով եք գնում քվեարկության։ Ինչ տրամադրությունով եք գնում։ Շատ լավ տրամադրությամբ, մարտական տրամադրությամբ, ինչպես մեր հայ ժողովուրդն է գնում։ Այսօր երևում է, որ բոլորն են մարտական տրամադրված եւ շատ կարեւոր է ապահովել իսկական լեգիտիմ իշխանություն, որ մենք վերջապես հնարավորություն ունենանք մենք որոշենք մեր երկրի ապագան, ոչ թե դրսից որոշենք։ Համենայն դեպս ես ուրախ կլինեի, որ մեր երկիրը չտանենք նոր ցնցումների, որտեղ ամեն մի ցնցում նորից մեր երկրի զարգացումը հետ է գցելու։ Դրա համար ճիշտ կլինի։ Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը հրապարակում Փաշինյանին ինչի համար։ Փաշինյանը հրապարակում ձեզ զգուշացրեց, որ պատասխանատվության եք ենթարկվելու։ Պարոն Կարապետյան, Փաշինյանը հրապարակում զգուշացրեց, որ պատասխանատվության եք ենթարկվելու, նաև 300,000 ադրբեջանցիների խոսույթը քաղաքական օրակարգ մտցնելու համար, բացի փողերի լվացումից։ Տեսնում ես ամեն օր եմ պատասխանատվության ենթարկում, ամեն օր։ Ես հիմա պատկերացրել։
մեծարգոն ինձ բերել է ընտրության, այսինքն ես նույնիսկ հնարավորություն չեմ ունեցել գամ ընտրության, ինձ բերել են ընտրության։ Միջազգային լրատվամիջոցների առատությունը ինչի մասին է վկայում, ոչ միայն տեղական, այլև տեսնում եք, տասնյակ միջազգային լրատվամիջոցներ են այստեղ, եւ Ֆրանսիայից, եւ Հոլանդիայից։ Իսկ դա հետաքրքրությունն է Հայաստանի նկատմամբ, այսօր Հայաստանը ես դրա համար ճիշտ ասած ուրախ եմ, որ աշխարհի համար դառել է նորմալ սուբյեկտ եւ բոլորը ձգտում են ճիշտ պատկերացնեն ինչ է կատարվում Հայաստանում։ Այսինքն ձեր մասնակցությամբ պայմանավորված։ Ես չգիտեմ ում մասնակցությամբ, ինձ թվում է ընդհանուր է դա։ Կարողության ձեր պարտությունը դուք բացառում եք, որ ձեզ չի հաջողվի մեծամասնություն Ես չգիտեմ, դա քարոզություն կհամարվի թե չէ, անենց ուրախությամբ պատասխանեի ձեր Այսօր ազատ եք քարոզություն անել։ Господин Карапетян, телеканал РТВ, прокомментируйте отношения. Հաստատ։ Դե բասեք նորմալ, կարամ այսօր ներկու բան ասեմ։ Господин Карапетян, РТВ телеканал отношения с Россией, если вы выберете, какие будете эти отношения? Понимаете, мы должны иметь со всеми хорошие отношения, и с Америкой, и с Евросоюзом, и с Россией. Это те страны, которые должны помогать развиваться Армении. Мы не можем сказать, что мы будем иметь только хорошие отношения с Россией или только хорошие отношения с Америкой. То есть баланс будет в этих Баланс однозначно будет. Вот в нашем случае однозначно этот баланс будет. Պարոն Կարապետյան, իսկ ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ Ռուսաստանաբնակ հայերը այսօրին եկել են Հայաստան ընտրությունների ելքը, այսպես ասած, որոշելու համար։ Ну, Ռուսաստանից ինչքան հայ պետք է գան, որ ընտրություններ ելք որոշեն։ Ասենք մի քանի հազար մարդ եկան ընտրության։ Հարգելի գործընկերներ, թույլ տվեք իրականացնել Լինելով ինչ կապ կարող եմ ունենալ։
Ես հստակացնում։ Որեք եկան ժողովրդի չեք։ Դեմը մենակ չկային։ Մի զարմացի, կարող է ոտը կորացել Երեխեք ջան, բան, էլի, առաջ չետակ շատ Я думаю, что на мнение армянского народа это особо не влияет. Армянский народ делает правильный выбор и будет в Армении власть. Вернетесь в Россию, если будет возможность. Я никуда не вернусь. Я буду 10 лет работать в Армении. И не переживайте, у меня много работ. What future will Armenia have? հակակոռուպցիոն կոմիտեի դայնագրությունները ասում են ամենօրյա բնույթ է կրում Հեշտ էլ է, որ լսեմ, չեմ լսում։ Եթե միությունը հաղթի, խաղաղ իշխանափոխություն կլինի, Այդ եթեներով չխոսենք, կյանքը ցույց կտա, ընդամենը միջև առավոտ համբեր ենք։ Պարոն Կարապետյան, դուք համոզմունք հայտնեցիք չի հաղթելու այս ընտրություններում, ձեր համոզմունքը ինչի վրա է հիմնված, ուզում եմ տեսնել։ Մեր համոզմունքը դուք այսօր կտեսնեք ինչի վրա է հիմնված, այսօր բոլորս կտեսնենք դա։ Բայց Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին ինչպես կարձագանքեք։ Ես իհարկեցի հանուն համախմբված, հանուն միավորված, հանուն Էնի բառը չեմ ուզում ասեմ, վտանգավոր բառը, շատ եմ դրա մասին ասել, բայց ամենայն դեպքս մենք բոլորս միասին պետք է համախմբենք մեր ժողովրդին, մեր երկիրը համախմբենք, մեր սպյուրքը։ Փաշինյանը հայտարարում է, որ ըստ էության ոչ դուք, ոչ Ռոբերտ Քոչարյանը եւ մյուսները չեք կարողանա Հայաստանը լքեք, ասում են, որ կհայտնվեք բանտում։ Ինձ ոչ ես, ոչ Քոչարյանը չենք էլ պատրաստում Հայաստանը լքենք, դրա համար ինքը դա հասկանալու ինչ ձևով խոսում։ Նկատի ինքը որպես Я, честно говоря, не хочу на этот вопрос отвечать, потому что я даже не знаю, какие последствия будут. Ну, будут какие-то последствия. А если может принимать часть продукции Армении, как вы думаете, которая не пойдет в Россию? Ну, какой-то часть. 3 абрикоса они могут. Больше я не знаю. Պարոն Կարապետյան, Ռուսաստանի այդ քայլերը, որ թույլ չեն տալիս մեր Սիրիանը, այսինքն գյուղմթերքը, ծաղիկները, խմիչքները արտահանվեն, այսինքն շուկաները փակված Նայեք, դա ես չեմ ընդունում, եւ դա չեմ ընդունում, իրոք չեմ ընդունում, քանի որ դրանից տուժվում են հայ բիզնեսմենները, հայ ժողովուրդը, ցանկացած քայլ, ցանկացած երկրի կողմից, եթե արվում է ու տուժվում է հայ ժողովուրդը, ես չեմ կարող դա ընդունել։ Կարծիք կա, որ Ռուսաստանը ոնց որ հատուկ անում է, որ Փաշինյանին օգնի, այսինքն վատ տրամադրություններ գեներացնի ընդդեմ Ռուսաստանի, դրա միջոցով ընդդեմ ձեզ, եւ մարդիկ էլի տենց
բորբոքված գնան Փաշինյանին ընտրել, որ ասեն, որ ռուսից տակից դուրս գան վերջապես, տեսեք ինչ էր անում այդ դեմ։ Դուք ունեք նման տպավորություն։ Ինձ թվում է ռուսները ունեն իրենց շահերը եւ հետեւողական վարում են իրենց քաղաքականությունը։ Դա ոչ մի կապ չունի ոչ Փաշինյանի հետ, ոչ ինձ հետ, ոչ մի քաղաքական Փաշինյանին աջակցում է Ռուսաստանը կամ անձամբ Պուտինը, թե սա խաղ է, թե խաղ չէ բնական է։ Առաջինը իրենք շնորհավորեցին Փաշինյանին։ Միացյալ կարծում եք պայմանավորված է Փաշինյանը իրենց մարդն է։ Ինձ թվում է պայմանավորված բան չկա, բայց Ռուսաստանը նորից եմ ասում, հետևողական հետապնդում է իր շահերը Հայաստանում։ Իսկ ձեզ աջակցում է Ռուսաստանը, դուք Ռուսաստանի թեկնածուն ձեզ համարում եք։ Դուք տեսել եք, որ Ռուսաստանը ինձ աջակցել է, թե չէ։ Վլադիմիր Պուտինը միջնորդում էր, որ դուք կարողանաք ընտրություններին մասնակցել։ Վլադիմիր Պուտինը ընդամենը հայտարարել է, որ մարդիկ իրավունք ունենան, հնարավորություն ունենան մասնակցեն ընտրությունների։ Դա իհարկե չեմ համարում։ Պարոն Կարապետյան, եթե չհաջողվի ընտրություններով Նիկոլ Փաշինյանին հեռացնել, իշխանափոխության այլ պլան սցենար ունեք։ Իշխանափոխության այլ սցենարը կախված է հայ ժողովրդից։ Ես ինչպես կարող եմ ունենալ այլ պլան, հայ ժողովուրդը ինչպես կորոշի, այդպես էլ կորոշի։ Բայց դուք վստահում եք, որ հաղթելու եք եւ հաջորդ վարչապետը դուք եք արդյունքների հետ։ Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, չնայած դրա հնարավորությունը ձգտում է 0-ի, բայց հայ ժողովուրդը եթե կհամակերպվի, ուրեմն կհամակերպվի։ Դե մի անգամ երկու անգամ համակերպել է։ Երկու անգամ համակերպել է։ Դուք կհամակերպեք դրա հետ։ Ժողովուրդ ջան, անպայման մենք մոտակա օրերին կհանդիպենք, Մարիանան ձեզ կհրավիրի, ընտրությունից հետո ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ։ Այսօր մի քիչ մի տեսակ փոխել է ձեր հարցեր կա։ Նախկինում ավելի վստահ ասում եք, որ հաջորդ վարչապետը դուք մի եք տեսակի փոխվել է դեպի լավը, մի անհանգստացեք։ Վաղը ինչպեսի Հայաստանում եք ագնացող ընտրախախտում։ Վաղը ինչպեսի Հայաստանում եք տեսնել։ Վաղը կուզենայի տեսնել Հայաստան լեգիտիմ իշխանությունով։ Դա շատ կարևոր է մեր երկրի համար, քանի որ չունենալով լեգիտիմ իշխանություն, մենք չենք կարողանալու ապահովել Հայաստանի զարգացումը։ Ընտրախախտումների վերաբերյալ հարազանգեր ստացել եք։ Իսկ մեծ հարցի պատասխանը։ Կաշառք դուք գիտեք ով է բաժանում եւ ամեն օր նույնիսկ այդ մեր մասին, բայց ոչ մի բան չեն կարողանում ապացուցել։ Господин Капитан, для Associated Press вопрос. Можно, пожалуйста, как будут отношения развиваться дальше с Евросоюзом, с Россией? Ժորժան կներեք, անպայման ձեր հարցին պատասխանել եմ։ Ակնհայտ է մեկ բան, որ Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը չի տալու ձեզ։ Դուք պլան B ունեք, պարոն Կարապետյան։ Ակնհայտ չի։ Ակնհայտ չի։ Սպասենք, մինչև վաղը սպասենք։ Պատրաստ է ձեր ղեկավարած կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության մոտ ընդդիմություն աշխատել, պարոն Կարապետյան։ Դուք ես մի քանի անգամ պատասխանել եմ, հարցի պատասխանը լավ գիտեք, ես ամեն օր ավելի մեծ համոզմունքով պատասխանել եմ այդ հարցերին։ Նույնն է մնացել ամեն ինչ, ոչ մի բան չի փոխել։ Դուք եք ուզում, որ մենք ընդդիմություն լինենք, ոնց որ լրիվ Փաշինյանի կողմից։ Մի հատ մարդ չի մնացել է ժողովրդի մեջ Փաշինյանի կողմից, մնացել եք միայն դուք։ Գնացինք։ Ես կողմ եմ, ես կողմ եմ։ Всё